մասին իմաստություն որ Հիսուս, հետո լսենք ժողովող կրկի, երրորդ գլխի մի քանի սուբկրային համարներ եւ հետո ազոգանքով անցնենք սերուղություն։ Աղոթենք միասին, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո, Եղիցին գամ քո, որպես հերգինս եւ երկրի, սած մեր հանաբազուրդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, այլ բրգյազ մեզի չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ բարք հավիտյանս հավիտենից ամեն, իմաստություն որ Հիսուս, դուր ինձ իմաստություն, սպարիս խորհել եւ խոսել եւ գործել, առաջի քո ամենայն ժամ, իջար խորհրդոց, իբանից եւ ի գործոց, բրգյազիս եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամերիս։ Ամեն։ Լսենք ժողովող կերքի երրորդ գլխի սուբկրային համարներ։ Այլ լսենք։ Ամեն բանի ժամանակ կա եւ աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը։ Ծնվելու ժամանակ եւ մեռնելու ժամանակ, ստեկելու ժամանակ եւ ընկածահանելու ժամանակ, սպանելու ժամանակը եւ բժշկելու ժամանակը, հանդելու ժամանակը եւ շինելու ժամանակը, գալու ժամանակը եւ ծառայելու ժամանակը, ողբալու ժամանակը եւ ապրելու ժամանակը, քարեր կտրելու ժամանակը եւ քարերը հավաքելու ժամանակը, զրկելու ժամանակը եւ գրկից հեռացնելու ժամանակը, խնդրելու ժամանակը եւ փորձնելու ժամանակը, պահելու ժամանակը եւ դուրս նետելու ժամանակը, պատրելու ժամանակը եւ կարկատելու ժամանակը, լրելու ժամանակը եւ խոսելու ժամանակը, սիրելու ժամանակը եւ ատելու ժամանակը, պատերազմի ժամանակը եւ խաղաղության ժամանակը, արդ ինչ օգուտ կա մարդուն իր աշխատանքից, որի համար նա ջանք է թափում։ Լավ, ողջույն ձեզ, բարի երեկո, հավատագից եղբայրներ եւ քույրեր, բոլորս Աստվածաշունչի բարեկամ ոչվեցինք եւ դա ասված որ իրողապես Աստվածաշունչ Մատյանի հետ ունենանք մշտական հաղորդակցություն, որովհետեւ Աստվածային խորհուրդներով եւ հոգեվոր ճշմարտություններով կարողանանք մեր քրիստոնեական ոչումը արժևորել Աստվածահաճո կյանք ապրելու եւ երկնքի արքայության հասնելու նպատակով։ Այսօր մեր դարվա առաջին հանդիպումն է, հոգեվոր զրույցն է, Փառք Աստծո, Ազով օրհնության շնորհիվ ողջ առողջ եղանք եւ գրգին հնարավորություն ունեցանք, որ միասին Ազո խոսքի մասին զրուցենք, խորհրդածենք եւ որոշ ճշմարտություններ որդեգրենք, որպես լիարժեք կյանքի կարևոր սկզբունքներ։ Ուրեմն այսօրվա մեր հոգևոր զրույցի թեման ժողովող գիրքն է։ Ինչպես գիտեք, Դավիթ թագավորի որդին Սողոմոն իմաստուն ինք գրած է ժողովող գիրքը, նախքան գիրքի մասին ամփոփ սերտողություն կատարելը, գարժե քանիմը գեդերու մասին խոսիլ որպես ներածական բաժին։ Ինչպես գիտեք, Աստվածաշունչ ունի երկու բաժիններ, հին գդագարան, նոր գդագարան։ Հին գդագարանի մեջ մենք ունենք 4 հիմնական բաժիններ։ Հավանաբար նախապես ասված է, բայց գրգին ասեմ, որովհետեւ մեր հիշողությանը մեջ թարմ մնա, ուրեմն հին գդագարանի 4 կարևոր բաժինները՝ օրենք, պատմություն, իմաստություն եւ մարգարեություն։ Հետևաբար հին գդագարանի 4 կարևոր բաժիններն են։ Օրենքը, երբ որ գսենք օրենք ամիջապես կհասկանանք հնքամադյան, մադյան կնշանակի գիրք, հնքամադյան 5 գիրքերը։ 5 գիրքերը հին գդագարանի ծննդոց, ելից, ղևտացված, թվոց, երկրորդ օրինաց։ Ուրեմն այդ 5 գիրքերը կոչվին օրենքի գիրքեր։ Հետո գա պատմական բաժինը, Աստծո վերաբերմունքը, հաղորդակցությունը, Ազո միջամտությունը, նախաձեռնությունը, հրգության ծրագիրը իր ժողովրդին հետ, եւ այդ բաժինը պատմական բաժինն է, պատմությունը։ Երրորդ գա իմաստության գիրքերը,
իմաստության քիրքերն հինգեն, հոբ Սամոսած Արագած ժողովողի երկերկոց։ Ուրեմն կոնի այս երկուքը մեր միտքը բահենք, օրենքը հնկամատյանը 5 քիրքերը, իսկ իմաստության քիրքերը նաև 5 քիրքեր են, հոբի քիրքը Սամոսած Արագած ժողովողի երկերկոց։ Եվ կան մարգարեությունները։ Մարգարեությունները երկու խմբավորումներ են, փոքր մարգարեները եւ մեծ մարգարեները։ Անշուշտ մեծ մարգարեները այն մարգարեություններն են, որ երբ կգարտան կփագանա 40, 50, նույնիսկ 60 գլուխներ է։ Եզեգել, Եսայի մարգարե, ուրեմն անոնք կգոչվին Երեմիա մարգարե, ասոնք կգոչվին մեծ մարգարեներ։ Ուրեմն, երբ որ կխոսենք ժողովող քիրքի մասին, անմիջապես պետք է նկատի ունենանք, որ ժողովող քիրքը այս 4 խմբավորումներու որ բաժնի մեջ է, պատմական, մարգարեական, օրենքի թե իմաստության։ Հետևաբար իմաստության քրքերից մեկն է ասված Շունչմատյանի ժողովող քիրքը, որի հեղինակը Սողոմոն իմաստուն է, որ գրած է հավատքի մղումով, Սուրբ Հոգու ներշնչումով եւ կյանքի հարուստ փորձ ունենալով։ Հետևաբար Սողոմոն իմաստուն իր ենթանությանը ժամանակ, երբ որ խոնար էր եւ հեզ էր եւ Աստուծո հետ սկսել էր ապրել հավատքի միջոցով, գրեց Արագած գիրքը, որ ընդհանրապես բարեախոսական խրատներ են եւ հոգեշա օրդորներ են, Արագած գիրքը։ Եվ երբ որ Սողոմոն իմաստուն Տիրոջ հետ ավելի մտերմիկ հաղորդակցություն ունեցավ եւ հավատքի յանքի մեջ խորացավ, գրեց երկերկոց գիրքը։ Իսկ դրանից հետո Սողոմոն իմաստուն մեղքերի հետևանքով վերացավ արդարության շավիղից, օդար ամուսնությունների հետևանքով, օդարասկի կանայք, որոնք հեթանոս էին եւ ծևով Սողոմոնի իմաստությունը որոշ շապով գորավ, որովհետև ծևով աշխարհիկ եղավ աստվելով այդ հեթանոս գիների գենցավից նկարակրից մտայնություններից։ Եվ երբ որ Սողոմոն իմաստուն դարձ առասված ունեցավ, երբ որ ըսկաց թե սխալ ընթացքի մեջ է, գրեց իր դարանք ասել իր խոստովանությունը, որ ժողովող գիրքն է։ Հետևաբար երիտասարդության ժամանակ գրեց Արագած գիրքը, եւ երբ որ Տիրոջ հետ առավել եւս մտերմացավ, գրեց երկերկոց գիրքը, Սուրբ Հոգու մղումով, եւ երբ որ դարձի եկավ, հրաժարվեց մեղքից, գրեց ժողովողը, դրա համար շատ մեկնիչներ ասում են ժողովող գիրքը ամփոփ խոստովանություն է Սողոմոն իմաստունի, երբ որ իր ձեռունազարդ դարիքային հանգրվանին դեսավ աշխարհի ունայնությունը եւ միաժամանակ անդրադարձավ թե առանց հավիտենականության խորհրդի ունայն է ամբողջ մարդու երկրավոր կյանքը։ Ուրեմն այս ճշմարտությունը նկատի պետք է ունենանք, որպես երբ որ ժողովող գիրքը գարտանք կարողանանք հասկանալ թե Սողոմոն իմաստուն ինչ հոգեվիճակ ուներ, երբ որ այս գիրքը գրի արավ։ Դարձի եկած էր, մեղքերի համար զղջացած էր, խորասկած զղջում ունեցած էր եւ նաեւ նկատած էր թե առանց Աստծո մտերմության, հոգեվոր հաղորդակցության ամբողջ երկրավոր կյանքը մարդու ունայնություն է, եթե չի ապրում հավատքով, բայց մանավանդ եթե նկատի չունի թե ամբողջ մարդու կյանքը ճանապարհորդություն է դեպի հավիտենականություն։ Եվ այդ ճանապարհորդությունը պետք է լինի անվտանգ, անսայթակ, եթե մարդը ապրում է հաստատուն հավատքով, ոչ միայն հավատքով, այլ հաստատուն հավատքով։ Հետևաբար, քանի կարևոր գետեր գուզեմ ցեզ հիշեցնել։ Առաջին, ինչու գոչված է ժողովող։ Ժողովող գոչված է, որովհետև Սողոմոն իմաստուն ամփոփած է, ժողոված է իր բոլոր հոգևոր խորհուրդները, հոգեշա ճշմարտությունները։ Երկրորդ, ժողովող նաև եկեղեցու բարի հետ կապ ունի, որովհետև եկեղեցի նշանակում է հավատացյալների ժողովը, հավատացյալների համախմբումը։ Եվ որովհետև Սողոմոն իմաստուն առաջին անձն էր, որ կառուցեց դաջար, հետևաբար կապ ուներ ինչի հետ Սողոմոնի այդ գործունեությունը, Ազո դաջար կառուցելը 5 դագարանի եկեղեցու հետ, ժողովող։ Իսկ երբ որ Սողոմոն իմաստուն մեղանչեց եւ հեռացավ արդարության ճանապարհից, երբ որ զղջաց, գրգին վերադարձավ
եւ միացավ ժողովրդին, ժողովող Աստծո հավատքի ընտանիքին։ Հետևաբար Սողոմոն իմաստունի ժողովող գրքի մեջ 37 անգամ հիշված է ունայնություն ունայնության սպարը։ Անշուշտ ինքը ժողովող գիրքը բաղկանում է 12 գլուխներից, ուրեմն 37 անգամ այդտեղ հիշել էինք ունայնություն ունայնությանց։ Եվ մի ուրիշ կարևոր բառ կա, որ հիշած է հաջախագի կերպով, արեքագի ներքո բառը։ Արեքագի ներքո բառը հիշված է 29 անգամ։ Ինչ կնշանակի արևի ներքո։ Մենք հիմա որտեղ ապրում ենք։ Արևի ներքո։ Ուրեմն Սողոմոն իմաստուն հրավիրում է մեզ, որ արևի վերև ապրելու կյանքի ցկտում ունենանք։ Ուրեմն արևի ներքո կնշանակի ժամանակավոր իրականություններ, ինչպես որ Հակոբոս Արաքյալ ասում է, կյանքը ասում է մարախուղի պես է մարդու։ Կարճ ժամանակ մի երևում է եւ հետո կաներևութանա։ Ուրեմն ամբողջ ժողովող գիրքը հրավեր է մարդու, որ մարդն էլ կարողանա ապաշխարության կյանքը ապրել, ոչ միայն կյանքը ապրել արևի ներքո, այլև նաև մարդը հոգևոր մղումը ցկտում ունենա կյանքը ապրելու արևի վերև եւ ոչ միայն արևի ներքո։ Հիմա շատեր անշուշտ ինքը սխալ տեսակետ է, շատեր ունեն այն համոզմունքը, որ ճիշտ չէ, որ ժողովող գիրքը հորետեսական գիրք է, խոսում է ունայնությունների մասին։ Անշուշտ այն անձը, որ ժողովող գիրքը գարտում է եւ այդպիսի զգացմունք ունի, որ ամբողջ գրքի մեջ հիշվածը ունայնությունների մասին է, մի քիչ հորետեսական, կնշանակի այդ մարդու ամբողջ սիրտը կապված է երկրավոր կյանքի։ Մի խոսքով հորետեսական է այն մարդու համար, որ ապրում է կյանքը միայն այս աշխարհի համար։ Իսկ ժողովող գիրքը հուսադրական է, խրախուսիչ է, նաև դաստիարակիչ է այն մարդկանց համար, որոնք ուզում են կյանքը ապրել երկինք հասնելու համար։ Ուրեմն ժամանակավոր կյանք ապրողը եւ ժամանակավորի համար կյանքը սահմանափակողը, երբ որ գարտում է ժողովող գիրքը, հավանաբար զգում է հոգեգան տագնապ։ Իսկ երկնքի արքայության հասնելու համար ապրող մարդը, այսին հավիտենականության կապարով ապրող մարդը, երբ որ գարտում է ժողովող գիրքը, զգում է ուրախություն, որովհետև նկատում է, որ իր որոնած ճշմարտությունը հավիտենական ճշմարտություններ են։ Հետևաբար կարևոր է գարտալ ժողովող գիրքը, որովհետև մենք այդտեղ զգում ենք ճշմարիտ ապաշխարություն ապրող մարդու փորձառությունները, ապրումները, զգացումները, համոզումները։ Ուրեմն Սողոմոն իմաստունի գիրքի մասին է, որ ուզում եմ ամփոփ երբով խոսել Աստծո շնորհքով։ Քանի մը սուրբ գրային համարներ ուզում եմ վերցնել որպես մեջբերում, որպես ուղեցույց, որպեսզի կարողանանք լավապես կոնե մասնակի կերպով ըմբռնել, ընկալել ժողովող գրքի ճշմարտությունները։ Առաջին, տեսեք, ասում է Դավթի որդու Երուսաղեմում Իսրայելի թագավոր ժողովողի խոսքերը։ Ով է ժողովողին? Սողոմոն իմաստունն է։ Ինք ասում է ժողովողի, որովհետև ժողոված է այդ ամբողջ հոգևոր խորհուրդները։ Ասում է ունայնություն ունայնությանց ասած ժողովողը։ Ունայնություն ունայնությանց ամեն ինչ ունայն է։ Հիմնական խորակիրն է, ունայնություն ունայնությանց, այսինքն ինչ որ արևի ներքո է, ամեն ինչ անգայուն է, ամեն ինչ հարապոփող վիճակի մեջ է։ Միայն ասված է, որ անփոփող է, Պողոս Արաքյալ Եբրայեցիս 13-ի մեջ ասում է Քրիստոս նույնն է երեք այսօր հավիտյան։ Իսկ մարդը միշտ փոփոխամիտ է, երբեմն կմահաճ է, երբեմն հատուկ կեցված որդեգրում է, հետո հրաժարվում է։ Ուրեմն կյանքի մեջ ամեն ինչ շարժական վիճակ ունի, չէ՞։ Ինչպես ջուրի հոսքը, քամին որ փչում է, ամեն ինչ ինչի մեջ է, այդտեղ կա շարժում։ Ուրեմն մարդն ալ մշտական շարժումի մեջ է։ Ոչ միայն տարիքով մեծանում է, այլ մտայնությունը ինչ է լինում, փոխվում է ժամանակի հոլովույթով։ Հետևաբար, երբ որ Սողոմոն իմաստուն ժողովողի գրքի մեջ խորհուրդների մասին խոսում է, հոգևոր խորհուրդների, այդտեղ նաև մենք զգում ենք, որ ինք իր երկրավոր կյանքի ժամանակ ինչպիսի կյանք ապրել էր, հարուստ չէ, թիրք ուներ, իշխանություն ուներ, հեղինակություն ուներ,
նյութապես հսկայական կարողություն ուներ եւ միաժամանակ Աստծուց ստացել էր հոգեվոր իմաստություն։ Ուրեմն գարանք ասել Սողոմոն իմաստուն ուներ հոգեվոր հարստություն, որ իմաստությունն է, եւ նաեւ ուներ աշխարհիկ հարստություն, իր ունեցած թիրքը ոչ միայն որպես թագավոր, այլ նաեւ նյութական աննկարագրելի, անբացատրելի հսկայական հնարավորությունները։ Հետևաբար Սողոմոն իմաստուն տեսեք այստեղ ինչ ասում է. Հողը ելնում է դեպի հարավ եւ դառնում է դեպի հյուսիս, բդդվելով բդդվում փչում է հողը եւ վերադառնում նորից իր շրջաբդույթին։ Բոլոր գետերը գնում են դեպի ծով, բայց ծովը չի լցվում եւ նորից գետերը վերադառնում են այնտեղ, որտեղ հոսել են։ Այսինքն բոլոր ջրերը հոսում են գետ, բայց գետը չի լցվում, նշանակում է մարդու անհակ գիրկը, մարդու անզուսպ ցանկությունը, եւ որ մարդը միշտ ուզում է ստանալ, բայց երբեք քոհացումի կամ ինքնապավ լինելու, կամ գուցե չափավորությամբ ապրելու այդ փափակը չունի, որովհետեւ մարդը ընդհանրապես ինչ է, ընդհանրապես ակա է, անգուշտ է, եւ դրա համար 7 մահացու մեղքերից մեկը ինչն է, ակաությամբ եւ մասամբ նորին։ ակաությամբ եւ մասամբ նորին։ Ինչու ասում ենք ակաությամբ մասամբ նորին, հավանաբար մեկը լինի ակա աչքով, հավանաբար ուրիշը ակա լինի սրտով, հավանաբար մարդը նաև ակա լինի ցերկով, ուզում է երկու ցերկով վերցնել, չի ուզում մեկ ցերկով ստանալ, մյուս ցերկով փաշխել։ Ուրեմն ասում է ամեն ինչ չանք ու դկնանկով է լինում եւ չի կարող մարդը այն պատմել, աչքը տեսնելով չի հակենում եւ ականջը լսելով չի լցվում։ Աչքը տեսնելով չի հակենում եւ ականջը լսելով չի լցվում։ Հիշենք առաջին մեղքը։ Աչքը տեսավ, չէ՞։ Որո աչքը տեսավ։ Կնոջ։ Ադամի աչքը, չէ՞։ Տեսավ, որ այդ բարի ճարի գիտության բդուղը հաճելի է։ Ուրեմն Ադամ ինչպես խաբվեցավ։ Աչքը չհակեցավ։ Իսկ ասում է ականջը լսելով չի գշտանում, Եվան էլ լսելով։ Որովհետև ոցի խորհրդին ականջ տվեց եւ դրա համար Եվան խաբվեցավ ականջով, իսկ Ադամ խաբվեցավ աչքով։ Հետևաբար մենք մգրտության խորհրդի ժամանակ օծվում է, չէ՞, Սուրբ Իրոնով խաչացել օծվում է մեր աչքերը եւ ականջները։ Աղոթքի ժամանակ եկեղեցական երբ որ մգրտված երեխայի Իրոնով օծում է, ինչ ասում է, այս Սուրբ գրիքը թող լուսավորի աչքերդ, որպես երբեք մահ չտեսնես։ Խոսքը հոգևոր ման է, բարոյական ման է, որովհետև Հռոմեացի 6:23 ասում է մեղքի վարձքը մահ է, այսինքն մեղքի վարձատրությունը մահ է։ Ականջի ժամանակ ինչ ասում է, այս Սուրբ օծումը թող բացի քո ականջները, որպեսզի ազո պատվերաները լսես։ Իսկ ծնկները, արմունկները, ծնկները։ Իհարկե, հատուկ աղոթներ կան, ցերքի, ոտքի, սրտի, գրնագի համար, քթի համար, բայց հիմա քանի Սուրբ գրային համարը աչքի եւ ականջի համար է, դրա համար ուզեցի մեջբերել այդ գնունքի, այլ խոսքով Տրոշմի արարողության այդ բաժինը։ Հետևաբար Սողոմոն իմաստուն իր փորձառութենեն մեկնելով զգացել էր, որ այդ բոլոր մարդկային ցանկությունները մարդու հոգին չէին հագեցնում, եւ դրա համար ինք հավանաբար պատկերացնում էր, որ մեղքի բդուղը կարծրահամ է, բայց հետևանքը ինչ էր, տարը, հետևանքը տարը։ Դրա համար Արագած 14-12-ի մեջ ասում է ջամփագա, որ մարդուն աչքին շիդակ երևում է, բայց դրա հետևանքը ասում է մահ է։ Ինչպես որ մարդը բարի ճարի գիտության բդուղից եւ ուդում էր այն ակնկալությունը ուներ, որ հավանաբար անմահանա կամ կավլիցի մեղա զո աստվածանա, բայց հետևանքը ինչ էր, հետևանքը բվադեր չէ, դրախտային երանական վիճակից զրկվեց իր իսկ սխալ ընտրությանը հետևանքով։ Ուրեմն ժողովուրդ գիրքը նաև սովորեցնում է մեզ ընտրել լավ բաժինը, որ մնայուն է, վայելուչ է, խորքային է, աստվածային է, աստվածահաճո է այլ խոսքով։ Ուրեմն իմաստության նշաններից մեկը ինչն է, ինչ որ կարող ենք ինչ անել, լավ ընտրել, այն ինչ որ լավն է։ Իմաստության իմաստերից մեկը նաև ճշմարտությունը որոնելն է։ Եվ որ դու որոնում ես ճշմարտությունը, նշանակում է ուզում ես ապրել իմաստությամբ,
եւ որ ուզում ես ընտրել լավը, երևույթով չես խաբվում։ Դրա համար եկեղեցու հայրերից մեկը ասում է, չարը երբ որ ուզեց հրաբուրել մարդուն, դվեց ոսկի բաժակ, բայց մեջը թույն կար։ Մարդը դեսավ ոսկու փայլքը, բայց չնկատեց, որ այդ փայլքի մեջ կար մեղքի թույնը, թաքնված ինչը, թաքնված մեղքի թույնը։ Հետևաբար Սողոմոն իմաստուն սկսում է հարց տալով։ Երրորդ համարի մեջ ասում է առաջին գլուխ երրորդ համար. Ինչ օգուտ ունի մարդ իր ոչ չարչարանքից, որ դանչվում է արեկագի ներքո։ Այսինքն ասում է կյանքը դանչանք է, բայց ինչ կյանքի մասին է խոսքը, այն կյանքի համար, որ մարդ ուզում է ապրել, երկրավոր կյանք պատկերացնելով, որ հնարավոր է երկրում ապրել դրախտային իրավիճակով։ Բայց նման մտայնություն ինքնախաբեություն է, որովհետև որ արագի մեջ Հիսուս խոսեց, որ չարը մեղքի որոմ էր սերմանում, որոմի արագը, չէ? Խնդիր չէ։ Որոմի արագի մեջ, հիշում եք, չէ? Երբ որ ասաց արդ ինչն է, աշխարհն է։ Իսկ ասված երբ որ ասաց չարին որտեղից ես գալիս, Հոբի գիրքի մեջ ինչ ասում է, երկրի վրա բդդվելուց, որովհետև չարի գործունեության դաշտը որտեղ է։ Աշխարհն է, իսկ երբ որ աշխարհում լույսի խավարի պատերազմ կա, կարող ենք պատկերացնել հանգստություն։ Այդտեղ կա բայկար։ Պատերազմ կա։ Գազինվորը որ պատերազմի մեջ հրճակում է հաղթել է, թե ոչ բայկարում է հաղթելու նպատակով։ Բայկարում է հաղթելու նպատակով, հետևաբար մեր կյանքը բայկար է։ Եվ դրա համար մենք կոչվել ենք լույսի որդիներ, որովհետեւ նաև լույսի թագավորության տնագիչ լինենք։ Իսկ այստեղ Սողոմոն իմաստուն արդեն իր փորձառությունից մեկներով տեսնում է աշխարհի ինչը ունայնությունը, եթե մարդ իր հոգու խորքում չունի հավատք առ Աստված, չունի վստահություն Աստծո նկատմամբ, լինում է մեղքի ենթակա, չարի ստրուկ եւ բնակվում է խավարի մեջ։ Հետևաբար եկեք այս խոսքը հիշենք, ինչ օգուտ ունի մարդ իր ողջ չարչարանքներից, որ դանչվում է արեկագի ներքո։ Արեկագի ներքո ուրեմն մեր ինչն է։ Մեր աշխարհի կյանքը, մեր երկրավոր կյանքը, ոնց որ Սողոմոն իմաստուն ասում է ժողովուրդ հավատքի աչքերով ապրեք ձեր կյանքը ոչ արեկագի ներքո, այլ արեկագի վերև։ Դրա համար Պողոս Արաքյալ ասում է մենք մեր ուշադրությունը կենտրոնացում ենք հոգևոր իրականությունների վրա, որովհետև մնայուն են։ Հոգևոր իրականությունները ուրեմն ինչ են, մնայուն արժեքներ են։ Ուրեմն վերադառնալով որոշ սուրբ գրային համարների երկրորդ գլխի 24-րդ համարի մեջ ասում է մարդուս համար չկա ուրիշ լավ բան, բացի ուտելուց, խմելուց եւ իր վաստակով իր հոգուն հաճույք պատճառելուց։ Բայց ես տեսա, որ այդ եւս լինում է Աստուծուց։ Երբ որ մեկը սերմանում է, աշխատում է, աշխատանքի արդյունքը քաղում է, խաղաղությամբ ուտում է, խղճի անկստությամբ իր կորձերի արդյունքը վայելում է, դա որտեղից է գալիս Աստուծո օրհնությունն է, երբ որ մարդ արարածը կողոնակությամբ Աստծո երախտաբար եւ շնորհակալ լինելով ուտում է իր հացը, վայելում է իր աշխատանքի արդյունքը, դա նաեւ ինչ է, դա Աստուծոց տրված օրհնություն է։ Պողոս Արաքյալի խոսքը կա, չէ՞, ասում է ես ցանեցի, աբողոս ջրեց, Աստված աջեցրեց։ Ուրեմն Աստված աջեցրեց, հազո բաժինը կա։ Եթե հազո բաժինը չլինի, շատ հավանաբար, վստահ, ոչ թե հավանաբար, վստահաբար մեր գործերը լինում են առանց արդյունքի։ Սամոսի բարերն են, չէ, եթե դերը չշինի դունը, իզուր դեղ հոգնում են այն շինողները։ Ուրեմն, քիչ առաջ Սևդողությանը սկիզբը գարտացվեցավ ժողովողի երրորդ գլխի մեջ, երբ ասում է ամեն բանի ժամանակը կա։ Եվ աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը։ Ամեն ինչին ժամանակը կա, ինչ նշանակում է, որ կա աստվածային մի խորհուրդ, որ մեզ համար
անքննելի է, անհասկանալի է, աստվածային ժամկետ։ Օրինակ մենք աղոթում ենք, բայց այդ աղոթքը ստանալու ինչը գա, ժամանակը գա, պատասխանի ժամանակը գա։ Օրինակ Հիսուս երբ որ առաքյալները նավարկում էին, երբ որ Քրիստոս մոդիգացավ, երբ մոդիգացավ, նավը բավական հեռավորությամբ լճից հեռասեր էր եւ հավանաբար արավոտյան այկապացի այն պատկերն էր, երբ որ մարդիկ կլինեն խորք ունի մեջ, այդ ժամանակ մոդիգացավ Հիսուս ջրի վրա քայլելով եւ ցույց տվեց, որ պատրաստ է հասնելու մարդուն ասված, որովհետեւ մարդասեր է Տեր Հիսուս, բայց պետք է միշտ հիշենք, որ ամեն բանի ինչը գա, ժամանակ գա։ Օրինակ, հին գդագարանի վերջին մարգարեն Մաղաքիա մարգարեն էր։ Մաղաքիա մարգարեից մինչև Քրիստոսի կառուցքը 400 տարի գար։ Հավանաբար մարդիկ ասացին, Տեր Աստված ինչու լուր է, խոստում գա, բայց գադարում չկա, մարգարեություն գա, մարգարեության իրականացում չկա, բայց Աստված փնտրում էր հարմարակույն անձը, որ լինի խոնար, որպեսզի Աստվածամար լինելու բադիվին արժանի լինի։ Ուրեմն կտեսնեք, որ Տեր Աստված միշտ ինչ է, փորձում է հարմար ժամկետին։ Օրինակ Աստված նաև ընտրեց Հովհաննես Մկրտիչի, որպեսզի ճանապարհ պատրաստի, Քրիստոսի մասին վկայի եւ լինի Փեսու ճանապարհ պատրաստող այդ հավատքի հերոսը, որ Քրիստոսի մասին վկայեց։ Ամեն բանի ժամանակը գա եւ աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը։ Օրինակ ասում է լալու ժամանակը եւ ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը եւ բարելու ժամանակը։ Օրինակ ողբալու ժամանակը երբ է։ Այո, Հավաշխարությունը, ողբալու ժամանակ է։ Դրա համար Քրիստոս լերան քարոզի ժամանակ ասաց Երանի սգավորներին, որովհետև պիտի մխիթարվեն։ Մենք ունենք Սուրբ Գրիգոր Նարեգացի, ամբողջ աղոթագիրքը ինչ կոչվել է։ Մատյան ողբերգության, այսինքն ողբումը էր մեղքերի համար։ Ոչ թե որպեսզի կյանքը լինի սուգ, այլ որպեսզի կարողանա բրգության շնորհքով ուրախանալ։ Այն անձը, որ մեղքերի համար դրդվում է, նաև ուրախանում է բրգության շնորհքով։ Դրա համար Սամոս 126-ի մեջ գա ուշագրավ Սուրբ գրային համար, ասում է, անոնք, որ արդյունքով գծանեն, ցնծությունով պիտի հնցեն։ Անոնք, որոնք արդյունքով գծանեն, ցնծությունով պիտի հնցեն։ Սամոս 126, 5-րդ համար։ Հետևաբար, իրոք ամեն ինչին ժամանակը գա։ Ասում է, փնտրելու ժամանակը գա եւ գործնելու ժամանակը, բայելու ժամանակը եւ դուրս նետելու, բադրելու ժամանակը եւ գարգադելու ժամանակը։ Բադրելու ժամանակ ինչն է։ Հին ուխտի մեջ, երբ որ մեղքերը խոստովանում էին, ինչ էին անում։ Սկեսները բադրում էին։ Ուրեմն ասում է բադրելու ժամանակը գա։ Այսինքն զղջումի խոստովանության եւ ինչ ասում է եւ գարգադելու ժամանակը գա։ Այստեղ գարգադելը ինչն է։ Մեղքերը զղջալ։ Գարգադելը ուրախության սկեսն է, հագուստը, որ պատրաստում է։ Այո, ուրախություն է։ Ասում է լրելու ժամանակը գա եւ խոսելու ժամանակը գա։ Հիմա մենք ընդհանրապես ասում ենք խոսելու ժամանակ գա, լրելու ժամանակ երբեք չգա։ Հակոբոս Արաքյանն ասում խոսելուս համար շատ եմ զղջացել, բայց լրելուս համար երբեք։ Հա, Սուրբերը մին դենց ասում է, ճիշտ է։ Ուրեմն տեսեք ինչ ասում է, ուրեմն ասում է լրելու ժամանակը գա եւ խոսելու ժամանակը։ Քրիստոսի կյանքի մեջ լրելու ժամանակ կար, չէ՞։ Այո։ Երբ որ արձակնեցին Քրիստոսի, Քրիստոս գիտեր, որ ժամանակը հասել է խաչելության, մարդոց մեղքերի փրկության համար, մնաց լուր։ Ով էր այն անձը, որ մի դարաբյալ մարդու այցելեց, բայց լուր մնաց։ Հոբի գիրքը, որ կարդում ենք, 3 ընկերները, որ եկան սպոպելու, Հոբի 4-րդ անձ մգար, որ լուր մնաց, Եղիուսը, որ ասաց դուք ինձանից դարիքով մեծ եք, դրա համար նախընտրեցի լուր մնալ, հիմա հարմար է, որ ես խոսեմ, դենց ասաց։
Հետևաբար այո լրելու ժամանակը գա եւ ինչի ժամանակը գա խոսելու ժամանակը գա ուրեմն իմաստության նշաններից մեկը ինչն է մեկը կարողանա իմանալ երբ է լրելու երբ է խոսելու որովհետեւ Արագած 15-ի մեջ ասում է ճիշտ ժամանակին ասված խոսքը որքան գեղեցիկ է երբեմն զրույցի ժամանակ մեկը մի դող ասում է շատ ավելի թիվուկ է դպավորիչ է երբեմն կան այսպես ամգալից մթնոլորտը հետևաբար ուրիշ մի սուբկրային համար լավ է հանգիստ վաստակել մի բուռ քան չարչարանքով ու դանչանքով երկու բուռ այստեղ խոսում է զգուշանալ ծայրահեղություններից իմանալ գործի ժամը իմանալ հանգիստի ժամը որովհետեւ մարդը չլինի գործի ստրուկ այլ աշխատի որովհետեւ կարողանա արժանապատիվ կյանք ապրել եւ դան գարիկները ապահովել նույն գլխի մեջ ուրիշ մի սուբկրային համար զգուշ եղիր քայլիդ համար երբ աստուծո դուն ես գնում զգուշ եղիր քայլերիդ համար երբ ազո դուն ես գնում չի ասում ազո դան մեջ զգուշ եղիր ասում է նախքան աստծո դանը մտնելը արդեն եղիր զգուշ դրա համար ինչ ասում է Դավիթ Սամոս 2-ն ասում է ուրախանում է երբ ասում է ինձ Տիրոջ տունը պիտի գնանք ասում է ես քո ողորմության շատությունով քո տունն եմ մտնելու ուրեմն ինչ կնշանակի զգուշացիր երբ աստծո տունն ես գնալու այսինքն եթե ես իմ եղբոր նկատմամբ ճշտամական վերաբերմունք ունեմ Եվ մադարակի մասնակցում եմ կարասրդությամբ, եթե իմ սրդի մեջ կա հիշաչարություն, ողագալություն, վրեժխնդրություն, մասնակցում եմ մադարակի, ստանում եմ սուրբ հաղորդություն, այդ հաղորդությունը ինձ կլինի փրկություն եւ բժշկություն։ Դատապարտություն կլինի։ Հետևաբար նախքան մեր եկեղեցի գնալը պետք է շաբաթ երեկոյան մտածենք, որ շաբթվա ընթացքում ինչ էր իմ ապրելակերպը Աստվածահաճո էր իմ ընթացքը, Աստծո աչքին ընդիր լինելու ցկտումը, ցանկություն ունեցա, ես ապրել էի բադեաբաշխությամբ, բադվիրաները սովորեցի մտքով, բայց Աստծո ուրացա իմ գործով, թե իրոք փորձում էի լինել իմաստուն։ Դրա համար որ արագի մեջ Տեր Հիսուս խոսում է իմաստության մասին, Լերան Քարոզի ավարտին ինչ ասում է Հիսուս մեր Տերը։ Ով որ իմ խոսքս լսում եւ գործադրում է, նման է խելացի մարդու իմաստուն մարդու, որ իր դունը կառուցում է ինչի վրա։ Ժայռը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ուրեմն ժայռը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ուրեմն մույս ավազը Քրիստոսից բացի գեց հավատն է, շինզու հավատն է, առասպելն է, ասենք, նաեւ նախաբաշարումն է։ Հետևաբար ասում է Զգուշ եղիր քայլերիդ, երբ Աստուծո տունն ես գնում։ Եվ մոտեցիր լսելու համար։ Եվ մոտեցիր լսելու համար։ Դրա համար բادرակի ժամանակ ինչ ասում ենք, երբ կարդացվում է ավետարանը, երգյուղածությամբ եւ լվարուկ, այսինքն երգյուղով լսեցեք, լվարուկ լսել, ուրեմն երգյուղածությամբ լվարուկ Երգյուղածությամբ լսել, որպեսզի ազո խոսքը նաև լինի միջոց մեր անձը քննելու, նկատելու թե ինչ է մեր կյանքի ընթացքը, գորստյան ճանապարհն ենք թե բրգության, արդարության շավիղեն ենք թե ոչ անօրենության։ Հետևաբար մի ուրիշ սուրբ գրային համար էլ գա, ուրեմն 5-րդ գլխի 9-րդ համարը ասում է արձած սիրողը չի գշտանա արձատից, ոչ էլ հարստություն սիրողը իր եկամուտներից, ուստի դա ևս ունայնություն է, արձատ սիրություն, չէ, որովհետև արձատացել մարդու կյանքի նպատակը կլինի միայն թիզելը, միայն ամբարելը, դրա համար Հիսուս խոսեց, Հիսուս մեր Տերը խոսեց անմիտ հարուստի մասին, չասած տրամասեր հարուստը, չասած չար հարուստը, չասած անդարբեր հարուստը, ինչ ասած մեր Տերը, անմիտ, ինչու համար, որովհետև մարդ արարածը, եթե չմտածի իր արարքների, մտածումների հետևանքը, դա ինքնին անմտություն է։ Ուրեմն ինչ ասած այդ անմիտ հարուստը, գեր, խմի,
զվարջացի շտեմարանս կանտեմ, դարածքը ընթարցակեմ եւ այլն, եւ ասաց ով ամիտ այսօր հոգիդ կեզմե պիտի վերցնելու են։ Հետևաբար տեսեք այստեղ արձատասեր մարդը իրականության մեջ անմիտ է, որովհետև չի մտածում, որ նյութականը միջոց է, փողը միջոց է, ոչ նպատակ է։ Դրա համար մի եկեղեցական շատ գեղեցիկ օրինակ դալիս է, ասում է, երբ որ հացահատիկները կեդի ընտրեցի, ասում է, հողի վրա, ասում է տեսա թրջունները եկան, շուտով վերցրեցին, բայց իդ թրջեցան, չմնացին երկրի վրա։ Այսինքն ասում է մարդն է լինելու է այնպես, ասված ինչ որ դալիս է մեզ ստանալու ենք, բայց պետք չէ լինենք երկրավոր մեր մտայնությամբ։ Մի խոսքով զգուշանալ տրամասիրությունից, որովհետև առաջին Տիմոթեոս 6:10 ինչ ասում է, տրամասիրությունը բոլոր չարիքների արմատն է, որովհետև երբ որ անձը տրամասեր է սուտ երթում ունելու, զրբարդելու, շահագործելու պատրաստական վիճակի մեջ է։ Ուրեմն զգուշանալ արձած սիրությունից։ Մի ուրիշ սուրբ գրային համար էլ գա, նույն գլխի մեջ, ասում է, ասված ամեն մարդու հարստություն եւ ունեցվածք ու դրանից ուտելու եւ իր բաժինը վերցնելու եւ իր աշխատանքից ուրախ լինելու իշխանություն է տվել։ Դա եւս Աստծո բարգևն է։ Այսինքն, տեսեք, արձածիրությունը մեղք է, բայց շահելը մեղք չէ։ Մարդը պետք է կորզի հաց վաստակելու համար մաքուր խղճով, ջաբդի արդար կրդինքով, որպեսզի նաեւ չլինի ձույլ, անդարբեր, մարդոց վրա փեր չլինի։ Դրա համար Արագած գիրքի մեջ ասում է ձույլի եւ բագասամիդի այքի կովեն անցա, ասում է երկուսի մեջ փուշեր փուսած էին։ Ձույլի բագասամիդի այքին ասում է վայելուց չէ, ոչ մշակում է, ոչ հերգում է, ոչ էլ փորձում է այդ այքին գեղեցկացնել։ Դրա համար արժանապատիվ կյանք ապրելու համար պետք է մարդ արարածը կորզի աշխատելու համար, շահելու համար, բայց զգուշանալով արձած սիրությունից։ Մենք ունեցել ենք հավատքի վկաներ, որոնք շատ հարուստ էին, բայց նախ Ազո աչքին հարստացել էին։ Հայր Աբրահամ, հավատքի հայր Աբրահամը հարուստ էր, Հոբը հարուստ էր, Դավիթ հարուստ էր, Սողոմոն հարուստ էր, բայց իրենց կյանքի առաջնահերթությունը ինչ էր։ Հարստանալ, Աստծո աչքին հարստանալ հավատքի ջանքով։ Ուրեմն անցնենք մի ուրիշ բաժնի։ Ասում է, մի չարիք էլ դեսա արեքագի ներքո, որ շատ հաճախ էր բադահում մարդկանց, մարդ կա, որին ասված թե հարստություն եւ թե ունեցված ու փառք է տվել, եւ ինձ ցանկանա նրա հոգին ոչ մի բանի բագաս չի զգում, բայց ասված դրանցից ուտելու իշխանություն չի տվել նրան, այլ օդար մարդ է վայելում դրանք, եւ սա եւս ունայնություն է եւ ծանր ցավ։ Այսինքն կան անձեր, որոնք աշխատում են, գործում են, սերմանում են, բայց չեն հնցում։ Հնցում։ 7-րդ գլխում մեջ ինչ է մարդու առավելությունը եւ ով գիտե թե ինչ է լավ նրա ունայն կյանքի սագավաթիվ օրերին, որ անցնում է ըստվերի նման, որովհետև ով պիտի պատմի մարդուն, թե ինչ է լինելու նրանից հետո արեքագի ներքո։ Այսինքն ինչ է լինելու հետո մենք գիտենք։ Ասում է չէ, Տիրոջ երկրորդ գալուստի համար ոչ ոք գիտի ժամը եւ ժամանակը։ Ոչ ոք գիտի։ Մենք բարձրապես ներկան ապրելու հնարավորություն ունենք, իսկ անցյալից թասեր քաղելու եւ ժողովող գիրքը անցյալի թասեր քաղելու մի գեղեցիկ պատկեր է, որ բարձվում է մեր աչքերի առաջ։ Եվ ժամանակը խնայելու համար Քրիստոսի մասին նաև կա մի մարգարեություն ժողովող դասի մեջ, երբ որ 14-րդ համարի մեջ ասում է հետևյալը. գներեք 9-րդ գլխի 10-րդ համարը, այս մի իմաստություն էլ տեսա արեքագի ներքո, որ մեծ է թվում ինձ, փոքրիկ մի քաղաք կար, եւ նրա մեջ սագավաթիվ մարդիկ, փոքրիկ քաղաք կար, մեջը
սակավաթիվ մարդիկ։ Մեծազոր մի թագավոր հարձակվեց նրա վրա, բաշարեց այն եւ մեծամեծ բանտեշներ շինեց նրա դեմ։ Հիմա մեկնիշներ հետաքրքիր բացատրություն են տալիս։ Ասում են փոքր քաղաքը աշխարհն է։ Սակավաթիվ մարդիկը աշխարհի բնակիչներն են, մեծազոր մի թագավոր, որ հարձակվեց սատանան է։ Այո, ասում է բաշարեց զան եւ մեծամեծ բատնեշներ շինեց նրա դեմ։ Մեծամեծ բատնեշները մեղքերն են, որ լինում է անչատման միջոց, որ մարդը հեռանում է Աստծուց։ Եվ հետո տեսեք այստեղ Քրիստոսի առաքելության մասին ակնարկություն կա, իսկ այնտեղ աղքատ եւ իմաստուն մի մարդ կար։ Աղքատ իմաստուն մարդը Տեր Հիսուս Քրիստոսն է, որ աղքատացավ, երկնային парքից հրաժարվեց, երգիր խոնարհվեց, իմաստուն մի մարդ կար, աղքատ իմաստուն մի մարդ կար եւ նա իր իմաստությամբ երկնային парքից հրաժարվեց։ Այո, եւ որ Քրիստոս մարդացավ աշխարհում։ Ասում է, իսկ այնտեղ աղքատ եւ իմաստուն մի մարդ կար եւ նա իր իմաստությամբ բրգեց քաղաքը։ Քրիստոս իր խաչելությամբ եւ հարությամբ բրգեց մարդկությունը, բրգեց քաղաքը, բայց հետո ոչ ոք չհիշեց այդ տնանք մարդուն։ Ոչ ոք չհիշեց, այստեղ ցույց տալիս է մարդոց անդարբերությունը, բրգության հրավերի նկատմամբ։ Օրինակ ասում է այսօր երբ իր ցայնը լսեք, ձեր սրտերը մի բագեք, մի խստացնեք։ Հիսուս Երուսաղեմի ժողովրդին համար ինչ ասաց։ Մատթեոս 23:37-ի մեջ, քանի անգամ ուզեցի թևից տակ առնել, ինչպես հավը ցակեր ուզում է առնել, բայց դու չուզեցիր։ Այսի մարդ ունի այստեղ ինչ։ Այո, մարդը ունի ազատ կամ։ Գարա ընդունիլ ընդառաջել եւ գարա մերժել անդարբեր մնալով։ Եվ ամենակարևորը, ժողովոյի գիրքը ինչպես սկսվեց, հարց տալով։ Հիշում ենք հարցը, ուրեմն տեսեք, հարցը ինչ էր, որ հարց տալիս է, ասում է ինչ օգուտ ունի մարդ իր ոչ չարչարանքից, որ դանչվում է արեկագի ներքո։ Հարց է, վերջին գլխի մեջ պատասխանը կա։ Ինչ է պատասխանը, 12-13-ի մեջ ասում է եւ ահա լսիր իմ բոլոր խոսքերի վերջաբանը, պատասխան է սա, վախեցիր Աստծուց եւ բահիր նրա պատվիրանները։ Ահա այս է մարդն ամբողջովին։ Վախեցիր Աստծուց, քանի որ իմաստության սկիզբը Տիրոջ երկյունն է, այո, եւ ասում է ուրեմն վախեցիր Աստծուց եւ բահիր նրա պատվիրանները։ Կործատրել Աստծո պատվիրանները։ Տեսեք, հարցով սկսեց, պատասխանով ավարտեց։ Խնդիրը ներկայացրեց, բայց լուծում տվեց Սողոմոն իմաստուն Սուրբ Հոգու ներշնչումով։ Ես ստիպված այստեղ մեր հոգևոր զրույցը ուզում եմ ավարտին հասցնել խնայելու համար ժամանակը, թող Տեր Աստված մեզ երկնային շնորհք հոգևոր իմաստություն տա, որովհետեւ ամեն անգամ երբ կարդանք Աստվածաշունչ Մատյանը, եւ եթե այսօր կարող ենք այսօրվանից ամեն օր մի գլուխ կարդանք, 12 գլուխները կփականա, քոնե այսօր մի գլուխ կարդանք եւ ամեն օր, որովհետեւ մեր մտքի կանցանակ հարստանա, մեր հոգին ազնվանա եւ մենք հոգևոր դասեր կայելով կարողանանք մեր կյանքը ապրել իմաստությամբ, հոգևոր իմաստությամբ, ոչ աշխարհիկ իմաստությամբ, որովհետեւ Սողոմոն իմաստուն գար ժամանակ որ նախընտրեց աշխարհիկ իմաստությունը, բայց երբ զղջաց իմացավ հոգևոր իմաստության արժեքը եւ յուրահատուկ նշանակությունը։ Աստված մեզ շնորհ տա, որ լսենք եւ գործադրենք, որ տեքրենք հոգևոր սկզբունքներ եւ հավատարմությամբ հետևենք Տեր Հիսուս Քրիստոսի, որպեսզի կյանք ապրենք իմաստությամբ երկնքի արքայության հասնելու նպատակով։ Ամեն։